Աշտարակի մայրուղին է ընկերներ, որը որ կարող ես գնալ հասնել Գյումրի եւ ուրիշ տեղեր։ Բայց ինչի համար շեշտեցի Գյումրի, որովհետեւ Գյումրի ճանապարհը մինչեւ Գյումրի հասնելը հիանալի է ուղղակի, իմ ամենասիրած ճանապարհներից է։ Բայց այսօր մենք Գյումրի չենք գնում, գնում ենք Աշտարակ հոլի հարևանությամբ գտնվող Էվելինա ռեստորան, որտեղ սուրբ արարողություն է։ Հայոց սուրբ ընտանիք է կառուցվում եւ այդ առիթով հավաքվել են թե Փեսայի բարեկամները, թե Արսիկի։ Բայց ընկերներ, Փեսայի բարեկամներից շատ կարևոր անձնավորություն, նրա Աստղիկ մորաքրոջ դուստրը Արմինեն չի կարողացել գալ, որովհետեւ Եվրոպայում է եւ բավականին խնդիրներ կա, որ նա գա հասնի այստեղ, դրա համար էլ եկել ենք մենք նրա անունից գեղեցիկ շնորհավորանք։ Բերենք հասցնենք սիրված եղբորը Վահրամին եւ իհարկե Հարսիկ Սուսանդային։ Այսօր հրաշքոր է, ապրիլի 7-ը եւ այսօրով մենք այսօր ճանապարհին շատ ավտոներ հանդիպանք, որ ամուսնանում են, այսօր բոլոր ամուսնացողներին ամուր եւ հզոր սուրբ կապ ընտանեկան, որ նրանք դիմանան կյանքի բոլոր փորձություններին ու դժվարություններին։ Հիմա մենք գնանք, հասնենք Էվելինա հոլ։ Էվելինա է, չէ՞, ճիշտ եմ, չէ՞ ասում անունը։ Էվելինա հոլ եւ շնորհավորանքը հասցնենք տեղ։ Սրտից դուրս եկած օրհնանքները տանենք հասցնենք սիրված եղբորը։ Մեր Վահրամ անուշախորը։ Դե ինչ ընկերներ, գնացինք։ Չի լինում չնկատել Արագածի փեշերը, որոնք պատված են ամպերով եւ ձյուն կա այնտեղ դեռ։ Հստակ նշմարվում է ձյան գիծը։ Այնտեղ դեռ ձմեռ է։ Այնինչ արդեն մեզ մոտ գարուն է, կանաչը արդեն տարածվում է լեռներով ու դաշտերով։ Ահա ընկերներ, ռեստորան Էվելինա հանդիսությունների սրահ։ Գուսանա? Հա։ Լեննագանի Գուսանա գյուղից եկել են Աշտարակ, Էվելինա հոլ եւ Հարսիկն էլ Երևանից է, ասած եկել են ստիկով կայնել է Երևանից։ Տղեն էլ է Երևան կմնա։ Տղեն Վարդաշեն է ապրում։ Վարդաշեն։ Հա։ Բանգլադեշ։ Չէ, համորա վերջերն է։ Այն Բանգլադեշն է, բան, Փարաքյար, Մալաթիա, Սեբաստիա։ Մալաթիա, դա ոչ մի թափ։ Մի խոսքով ցես բարեկամությունա։ Խնամիները լավն են գոհես։ Всё, ուժեղա։ Դե հիմա ինչ ամ ես մնում, ծաղիկը վերցնենք փող մոտը տա։ Այդ մի երկու օրից կդիտեք։ Ես արդեն գիտեմ ու Հա, հանդիսավար ամ ես պետք է պահի դերությամբ։ ո՞վ է պետք։ Կարող հանդիսավարն այս կարմիշտին։ Ուր է հանդեսը վարող անձնավորությունը։ Ոյ, զգուշ, չկարացիր պահես իմ ուժեղ աղբեր, աննդ ինչ է։ Աղբեր, բայց քո դեմքը ծանոթ է ինձ, հələ կաղա հերանդ դու ես։ Հերոդիցը մեկ ավա։ Հերանդ դա աննդ, չէ։ Բարև ձեզ, ողջույն, ողջույն։ Բարում, Ռաֆայել, Լավ աղբերս։ ազգանդ։ Մելքոնյան։ Մելքոնյան, հա, ճիշտ է։ Մելքոնել իշ ասում։ Հա, Ստեփանը Մարգարյանն եմ ես։ Աղբերս, հələ կայն հեսա գալիս եմ, անուշ աղբեր, ես քեզ որտից եմ տեղը բերում, հələ ասա, որտես ծառա է։ Արուշ այլ երկու մի հատ կերտի գնա։ Հա, հիմա մտնենք։ Օ, Ռաֆայելը ուղղակի փայլում է բարեկամներ։ Ապրի Ռաֆայելը։ Բարև ձեզ։ Վահրամ ջան, Սուսաննա ջան, ունենք անակնկալ, թե ում կողմից ես էլ չգիտեմ։ Անակնկալի մեր հերոսը ասի, թե ինչ է սպասում ձեզ Հերոս, ում կողմից է։ ես անակնկալի Եվ այսպես դիմավորենք Ստեփան Մարգարյան։ Անակ կողացից է։ Իհարկե, շնորհակալ եմ արգանքներս բոլորին, բարով եք հավաքվել, մեր գեղեցիկ լավ բարեկամական ծափեր ենք ուզում լսել։ Օ, միլիոն պետ DJ, ես ինչ արին, ես ինչ ծափեր տվին, մենք լավ ասես ժիդյարում ծափեր ենք տալի։ Ձեր օրհնությունը, որ զգացվի այդ ծափերով, եւ հիմա ուզում եմ կենտրոնական պարարապարակ հրավիրել մեր գեղեցիկ զույգին, թագավորին ու թագուհուն, Վահրամ եւ Սուսաննա, այո, հա, տեսա կախել էր մոտս, հա։ Ծափեր տակ թող գա մեր զույգը, այսօր նրանց համար շատ կարևոր օր է։ Իհարկե, ճակատագրական շատ ուրախ ենք բոլորս։ Վահրամ բարեկամս, ես աղիքները վերել եմ քեզ տամ։ Արշներդ լույս լինի, սիրով լինեք։
Ախպեր, տալիս եմ, բայց չեմ նվիրում։ Սա ուղղակի տալիս եմ։ Փոխանցում եմ քեզ, որ դու նվիրես Հարսիկին, բայց գրկես պաչիկ տանես։ Ինչ պատա, ուժեղ, սեր ու հարգանք, երկար տարիների կյանք։ Քանի սիրո հուրեբոց հավարելի մատուրը երկնային քո պատկերով Քանի օտար քանի քեզ փորձել է ինձնից տանի սիրտս փշրելով Շնորհավորում ենք, ես եկել եմ ձեր երկուսից հարազատներից մեկի կողմից, բայց թե ում հարազատի, եկեք մի քիչ իրար հետ խաղանք, բայց ասեմ, նվերը ունենալու են մարդը, ով ճիշտ ասի։ Հետևաբար, Վահրամ բարեկամս ում կողմից կլինի։ Դերում երկու բառ ասել Նայ, ուրեմն կամ քո բարեկամների կողմից է, կամ Հարսիկի։ Հիմա դու ինձ ասա, որի բարեկամների, հոպար շասես, կել, հա։ Դու ուղղակի տարբերակ ես, ճիշտ ասիր, դրամական պարգև ես ունենալու։ Համի ասեմ ում կողմից է։ Հա, որիդ բարեկամի կողմից է։ Դեպի Ադեմ մի բան ասա, մի ճիշտ կելի, չէ Հարսիկին կհարցնենք։ ասում եմ թողնի հարցիկի դա։ Ջենտլմենության ականատես եղանք, բայց չէ բարեկամը, տես չի ձևը։ Չէ։ Ասեմ լավ, շատ չտանջեմ դե եմի, բայց կան Հարսիկին էլ հարցնենք։ Դավայ։ Ում կողմից կլինի։ Քո բարեկամների թե Փեսայի։ Հարցիկը ճիշտ է, ծափեր տվեք, հա։ Փեսայի բարեկամների կողմից է դրա համար էլ հենց հիմա ես Հարսիկին կփոխանցեմ դրամական պարգևը ու քո բարեկամներն են շատ ուրախացել են, քո բարեկամուհին են, հա։ Ու ուրախությունից ուղղակի շատ էր ուզում ներկա գտնվել, բայց չի կարողացել, որովհետև հեռու է, թե ով կլինի դու ասա։ Մորքուր է։ Հա, մորքուր է շերևի։ Դու մասամ ճիշտ ես, ապրի Հարսիկը արդեն բոլորին ճանաչում է, Աստղիկ մորաքրոջ դստեր, Արմինե Քույրիկի կողմից նրա օրհնություններն ու շնորհավորանքներն ենք բերել, դե ծափեր տվեք, նա բոլորից շատ է սիրում, կուզեր այստեղ ներկա լինել, բայց ներկա չի, դրա համար եկել ենք մենք, այսքան խոսում եմ, դու զարմացած նայում ես վրես, ասում ես ով է։ Չէ, արդեն ջոգ։ Հա, դե հիմա ես ես մի նվեր եմ տալիս, այսօր սիրուն նվեր, տես, որի վրա գրված է սեր ու երջանկություն։ Հետևաբար, այս կոնյակը ընդհանրապես բացում ենք առաջնակի ծնվելուց, բայց քանի երեխա եք որոշել ունենաք։ 3։ Հիմա Հարսիկին հարցնենք։ Երեք երեխա ծափերը բարձր ձեզ Աստծո օրհնությամբ հզոր մեր սուրբ ընտանիք լինեք միշտ եւ ձեր սեր այնքան ուժեղ լինի, որ կյանքի բոլոր դժվարություններին դիմանաք։ Ռաֆայել Մելքոնյան, ինչ ես կանգնել այնտեղ Արիքո Խոսապով տամ գնամ։ Շնորհակալ եմ բոլորիդ ձեզ բարձր տրամադրություն լավոր։ Ինչ է երկար ոսոտուր գնա, ծամպերը վերնիվետուց Ստեփան Մարկարյան, բրավոներ և շնորհակալ ենք ձեր հարազատին, հրաշալի անակնկալի համարմամբ։ Ահա բարեկամներ, հարազատի անակնկալը տեղ հասավ, հիմա մենք գնանք հələ Ջան, տեսար ինչ լավ է լավ։ Հելը նստի մեջ։ Կայմ այդ ես իմ ախորը հիշեմ որն եմ տեսել, մենք իրար ճանաչում ենք, բայց չեմ հիշում որն եմ տեսել։